Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտն են Աթիրա Իսրաֆիլը եւ Սաբինա Բայրամը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզիշքյանը ապրիլի 28-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջանի Հանրապետություն։ Տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզիշքյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի ունեցել նախագահ Իլհամ Ալիևի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզիշքյանի սահմանափակ կազմով հանդիպումը։ Մեր ժողովուրդները դարեր շարունակ ապրել են բարեկամության եւ եղբայրության պայմաններում։ Մեր միջպետական հարաբերություններն այսօր զարգանում են հենց այս ամուր հիմքի վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Պետության ղեկավարը նշել է, որ Իրանի նախագահի պաշտոնական այցը Ադրբեջան մեր հարաբերությունների բարձր մակարդակի դրսևորումն է։ Ադրբեջանը, որը դարձել է համաշխարհային հարավի հզոր ձայնը, այս հարթակի ստեղծումը Բաքվում համարում է որպես բարձր գնահատական չմիավորման շարժմանը եւ նրա գործունեությանը COP29-ում նախագահության ընթացքում։ Ես հավատում եմ, որ գլոբալ հարավ ոչ կառավարական կազմակերպությունների հարթակը մեծ ներդրում կունենա մեր ժողովուրդների ձայնը լսելու դարձնելու, դրանց դիրքորոշումները համաշխարհային հանրությանը հասցնելու, ինչպես նաեւ նրանց իրավունքները պաշտպանելու եւ ապահովելու գործում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գլոբալ հարավ ոչ կառավարական կազմակերպությունների հարթակի հիմնադիր համաժողովի մասնակիցներին ուղղված իր ելույթում։ Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի կողմից գլոբալ հարավի եւ գլոբալ հյուսիսի միջև ակտիվ երկխոսության ստեղծումը, այդ թվում փոխըմբռնման մթնոլորտի ստեղծումը եւ կոնսենսուսի հասնելու համար նրա շարունակական հավասարակշռող դիրքորոշումը, որին տարիներ շարունակ դժվար էր հասնել, հանգեցրել են COP29-ի ընթացքում Բաքվի առաջընթացի ձեռքբերմանը։ Մենք պատմական հաջողությունների հասանք COP29-ում, որը կազմակերպել էր Ադրբեջանը եւ որին մասնակցել են 197 երկրներից շուրջ 80,000 մասնակիցներ, եւ մեր երկիրը իրավացիորեն հպարտանում է COP29-ի ժառանգությամբ, ընդգծել է Ադրբեջանի նախագահը։ Ապրիլի 28-ին ժամը 00:25-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ճամբարակի շրջանի ուղղությամբ տեղակայված դիրքերից հրաձգային զենքերից կրակ էին ենթարկել ադրբեջանական բանակի դիրքերը։ Այս մասին ասվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները նշված ուղղությամբ ձեռնարկել են համարժեք պատասխան միջոցներ։ Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի կողմից օկուպացված տարածքների ազատագրման պայքարում ոչ միայն ռազմական հաջողություն էր, այլև պատմական արդարության վերականգնման օրինակ։ Այս հաղթանակի ֆոնին պաշտոնական Բաքուն ռացիոնալ քայլեր է ձեռնարկել երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ, իսկ Երևանում, որտեղ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ռազմավարական փոխգործակցությունը վաղուց անտեսվել է, գալիս է նրա համոզմանը, որ հարևան երկրների հետ համագործակցությունը տարածաշրջանում կայունության գրավականն է։ Այս մասին ասվում է Հաջի Բայրամ Վելիի անվան Անկարայի համալսարանի դասախոս դոցենտ Էրսին Օրալիի Ստար թերթի շաբաթօրյա համարում հրապարակված նյութում։ Ադրբեջանական ժողովուրդը ամբողջ աշխարհին ցույց է տվել, որ ցանկացած համբերություն սպառվում է, գրում է հեղինակը։ Օրալն վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումը կարևոր քայլ կլինի ոչ միայն երկու երկրների համար, այլև նոր էջ կբացի ամբողջ հարավային Կովկասի պատմության մեջ։ Կայացել է Լաչինի օդանավակայանի թռիչքուղուց առաջին փորձնական թռիչքը։ Թռիչքը իրականացրել է Ազալի ֆիրմային գունազարդմամբ Gulfstream DB ինքնաթիռը, որի վրա կրված է Ադրբեջան։ Հիշեցնենք, որ Լաչինի օդանավակայանը կունենա բետոնի թռիչքուղիներ եւ ղեկուղիներ, կառավարման աշտարակ եւ օդանավակայանի տերմինալի գլխավոր շենք։ Լաչինի միջազգային օդանավակայանը կդառնա Ղարաբաղում կառուցվող երրորդ միջազգային օդանավակայանը։ Դրա հիմքը դրվել է 2021 թվականին Գերագույն գլխավոր հրամանատար նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականին։ Օդանավակայանը թռիչքուղին կունենա 3000 մետր երկարություն եւ 60 մետր լայնություն եւ կկարողանա սպասարկել ժամում մինչեւ 200 ուղևորի։
Այսօր Խոջալու քաղաք է վերադառնում նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը՝ 33 ընտանիք, 137 մարդ։ Հայրենի հողեր վերադարձող ընտանիքները երախտագիտություն են հայտնել նախագահ Իլհամ Ալիևին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային համակողմանի պետական հոգատարության համար, ինչպես նաև ադրբեջանական Քաջարի բանակին, հերոս զինվորներին եւ սպաներին, որոնք ազատագրել են մեր հողերը օկուպացիայից։ Նշենք, որ ներկայումս Ղարաբաղում եւ Արևելյան Զանգեզուրում այնտեղ վերաբնակեցված նախկին հարկադիր վերաբնակներից բացի ընդհանուր առմամբ ապրում է ավելի քան 40,000 մարդ, ովքեր աշխատում են նախագծերի իրականացման վրա, ինչպես նաև կատարում են ծառայողական պարտականություններ առանձին պետական մարմինների տեղական ստորաբաժանումներում, աշխատում են առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, արդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում, որոնք վերսկսել են իրենց գործունեությունը։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակ Բաքվում եւ Աբշոնը թերակղզում սպասում է փոական անպամատություն հիմնականում առանց թողումների եղանակ քամին հյուսիս-արևմտյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 12-14, իսկ ցերեկը 14-17 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջաններում սպասում է անձրևոտ, որոշ վայրերում ամպրոպային եղանակ, առանձին վայրերում հնարավոր են ուժեղ անձրևներ։ Բարձր լեռնային գոտիներում ձնախառն անձրև, որոշ վայրերում առախող կլինի, առանձին վայրերում ժամանակ առ ժամանակ ուժեղանա արևմտյան չափավոր քամին։ Օդի ջերմաստիճանը գիշերը կազմի 10-14, ցերեկը 15-20 աստիճան, լեռներում 5-7, իսկ ցերեկը 7-9 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջամենդում, Խանքենդիում սպասում է 3-14, Աղդամում, Ֆիզուլիում 8-15, Ջեբրայիլում, Զանգիլանում, Գուբատլիում 7-13, իսկ Լաչինում եւ Կելբաջարում 4-16 աստիճան տաքություն։ 102.7 FM Եթերում CBC FM ռադիոկայանի հայկական ծառայությունն է։ Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Հայաստանում եւ Ֆրանսիայում հայ վանդալները կրկին այրեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները։ Նման գործողությունները ոչ միայն սադրանքներ են, այլև էթնիկ ատելության եւ ռևանշիստական մտածողության բացահայտ դրսեւորում, որը խորապես արմատացած է հայկական հասարակության եւ Սփյուռքի մեջ։ Հայ դերասան Գնել Սարգսյանը խստորեն դատապարտեց նման արարքը, այն անվանելով ամոթալի եւ նողկալի։ Փաստը մնում է փաստ, որ Երևանի Հանրապետության հրապարակում դարձյալ դաշնակների ձեռքով պարզվում է արդեն ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի դրոշները։ Իհարկե հետո դրանք վառվում են, բայց ինձ թվում է այդ պարզելու պահը շատ սիմվոլիկ է Երևանի կենտրոնում։ Եվ այստեղ մի հատ հարց է ինձ տանջում։ Այդ դրոշները որտեղից եք առնում։ Հաստատ այդ դրոշները Սուրմալիում չեն վաճառում, Պետաքում նույնպես։ Դժվար թե Վրաստանում այդ չափի դրոշ են վաճառում, կամ դա առնում եք հենց Թուրքիայից, դրանով նպաստելով նրանց տնտեսությանը, ուզում եք վառեք, ասենք կարող եք 1 միլիոն հատ պատվիրել, բերել վառել, դրանից օգուտ քաղելու միայն թուրք բիզնեսմենը։ Եվ իհարկե մի երկու բառ ջահելի մասով։ Ես երբեք չեմ մասնակցել այդ։ Հիմա հարց ո՞նց եք պատկերացնում, ասենք թե թուրքերն են, տեսնում են Լեռվենան, ասում են մի րոպե։ Դե որ տենցա։ Վերցնում են Ստամբուլում, դե իրենց հավաքներն են չի էլի 5-10 հազար հոգի կամ 50,000 հոգի կհավաքվի, այնտեղ միլիոնից պակաս մարդ չի հավաքվում, որովհետև շատ են մեզանից։ Ստամբուլում վերցնում են միլիոնավոր sense հավաքվում են ու դնում երրագույնը վառում են։ Նույնպես դուք մեր դրոշը վառեք, դե եկեք տեսեք վառելը որն է։ Վերցնում ու վառում են։ Որն է լինելու ձեր քայլը։ Ասեմ վազել մտնել մկան ծակը, ընդ որում ամենամոտիկ ծակը։ Ամենամոտիկ։ Դրա համար նման ցուցադրական ապուշությունները ես մեկը չեմ հարգում, չեմ ընդունում ու մասնակից փորձում եմ չլինել։
Գնել Սարգսյանը վստահ է, որ նման արմատական գործողությունները միայն խորացնում են հակամարտությունը, այլ ոչ թե նպաստում դրա լուծմանը։ Դերասանի կարծիքով նման բարբարոսական մեթոդների դիմելու փոխարեն հայերը պետք է երկխոսության եւ հարգանքի ուղիներ փնտրեն, քանի որ միայն այդպես կարելի է հասնել իրական խաղաղության եւ փոխըմբռնման։ Ջայերով, երթով, դրոշներ այրելով եւ այն կուսակցության ձեռամբ, ովքեր մեծ հաշվով անկախ պետության կողմնակից չեն, ուրեմն ասեմ ձեզ, քեզ, քո երեխաներին, քո ընտանիքներին, ինձ, իմ երեխաներին, իմ ընտանիքին, նրանց բոլորի գոյությունը առհասարակ թե ֆիզիկական, թե այլաբանական իմաստով դրվում է լրջագույն հարվածի տակ։ Եվ դա անում են դաշնակները։ Եկեք միասին գուշակենք ինչու։ Առհասարակ այս ցեղասպանության թեման վերջին տարում կարողացան դաշնակները լավ, ինչպես Ալեքսանդրյան Վագնն ասում, մոնետիզացնել։ Ու ուրացավ Նիկոլը բանը ցեղասպանությունը, դեմ ենք ուրացմանը, ես շատ գիտեմ ինչ ապուշություններ։ Հիմա բերեցիք դրոշը վառեցիք։ Ինչ ստացվեց։ Հաղթեցինք, վերջ, կարան գնանք քնենք։ Ինչ ստացվեց։ Ինչ թողեցինք վաղվան, ինչ թողեցինք։ Ինչ թողեցինք սերունդներին։ Դա ինձ ասեք, իսկապես ինձ համար այս ամեն ինչը շատ անհասկանալի է։ Քանի որ մենք վառում ենք Երևանի կենտրոնում Թուրքիայի դրոշը եւ Ադրբեջանինը, եկեք տրամաբանական շարունակությունը միասին մտածենք։ Թուրքիան, ասում ախպեր ջան, կներես, էլի դու իմ դրոշը վառես, ես քո հետ սահման բացեմ, չհասկացեմ, չեմ բացում։ Չէ, դուք այդտեղ նացիստներով, բաներով, ես ինչեր եք անում, մի խոսքով չեք կարողանում քաղաքակիրթ աշխարհում ձեզ դրսևորել մի խոսքով։ Ինձնից յան տվեք, հաջող ձեզ։ Լավ։ Ադրբեջանին ենք ֆռում խաղաղության բանը, ասում վատ է, կարիչ խաղաղություն։ Օրը մեջ դնում դրոշ, ամեն տարի դնում դրոշ եք վառում, հիմա դրել եք խաղաղությունից եք խոսում։ Աշխարհ ջան, տեսեք, մեծ ու ես չեմ։ Մարդիկ ճշնամական վերաբերմունք չեն ուզում գնալ խաղաղության։ Հրահորում են էս։ Սենց ապուշ բաներ չի կարելի։ Սա ապուշությունն է, ես չեմ հասկանում, իրոք սա աբորիգենիզմ է։ Նման թշնամական վերաբերմունքով Հայաստանը գոյության իրավունք չունի, ընդգծել է Սարգսյանը։ Դերասանը դժգոհել է, որ իր հայրենակիցներից շատերը հաճախ են խոսում հայրենիքին իրենց նվիրվածության մասին, բայց գործնականում առաջին իսկ հնարավորության դեպքում լքում են հանրապետությունը ու հազվադեպ են վերադառնում։ Ես ավելի շատ հարգում եմ այն մարդկանց, ովքեր կարող եմ հարգել, այն մարդկանց, ովքեր որ սենց պաթոսային բաներ չեն անում, գլուխները կախ աշխարհի մի ծերում նստած աշխատում են ստեղ իրաց բարեկամներին էլ կարող են օգնում են, չէ։ Քան նրանց, ովքեր խաղում են հայրենասեր, բայց գործողության մեջ ոչինչ չունեն։ Իրադարձության մեջ ոչ ոք են։ Հասկանում եք։ Ուսա ցավալի է։ Ես իրոք ապշում եմ, մենք ոնց հիմա պետություն ունենք։ Ես զարմանում եմ, պարզապես զարմանալու բան է։ Զարմանալու բան։ Որովհետև այս բեզալաբերնի մոտեցումներով մենք ոչ միայն պետություն չպիտի ունենայինք, մենք որպես ժողովուրդ պիտի գոյություն չունենայինք։ Հենց վաղուց պիտի չգայինք հասնեին 21-րդ դար։ Գնել Սարգսյանը պնդում է, որ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ Հայաստանը ուժեղ եւ կայուն երկիր լինի, պետք է հրաժարվի նման վանդալիզմից եւ ջանքերն ուղղի կառուցողական գործողությունների եւ ամուր ու խաղաղ ազգի ստեղծմանը, որն ունակ է իր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։ 102.7 FM